Ազատությունից զրկված անձանց իրավունքների մասով հատուկ նշեմ այն հանգամանքը, որ այստեղ քրեակատարողական ծառայությունը բավականին արտադատության նախարարությունը շատ արձագանքողական են եղել խնդիրներին, անընդհատ նաև կառուցողական քննարկումներ են մեզ հետ ունեցել հարցերի հետ կապված եւ հատկապես շենքային պայմանների բարելավումների առումով շատ գովելի է վիճակը, որովհետեւ նախորդ մի քանի տասնամյակներում որևէ կերպ բարելավում չունեցող շենքային պայմանները այսօր լուրջ փոփոխություններ են կրում, սա շատ լավ ցուցանիշ է, բայց ազատությունից զրկված անձանց իրավունքների մասով նախորդ տարվա կտրվածքով պետք է հատուկ շեշտադրեմ ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերի շատ բարձր ցուցանիշը, նաեւ հատուկ սրա մասին ինքս խոսել եմ, օրինակ 2025 թվականին մահվան 24 դեպք է տեղի ունեցել, որոնցից 8-ը ինքնասպանություն եւ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ ըստ էության կրկնապատկվել է, իսկ ինքնասպանության դեպքերի ցուցանիշը ամենաբարձրն է եղել վերջին 15 տարիների կտրվածքով եւ այս առումով սա վկայում է համակարգային լուծումների բացակայության մասին։ Նկատի չունեմ ինչ-որ իրավական ակտերում կարգավորումներ ամրագրելու կոնտեքստում, որովհետեւ դրանք ամրագրվել են, բայց իրականում համապատասխան համակարգային լուծումներ ունենալու տեսանկյունից եւ սա ամենակարևոր խնդիրներից է, որը պետք է լուծում ստանա։ Շատ կարճ երկու խնդրի մասին էլ խոսեմ եւ փորձեմ ամփոփել, հետո հարցերի տեսքով երևի թե ավելի ճիշտ կլինի խնդիրները քննարկել։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով ես ինքս եմ անընդհատ այցելում տարբեր հաստատություններ, այստեղ էլ խնդիրները բազմաթիվ են, հատկապես պետք է ամեն ինչ բոլորս անենք վատ վերաբերմունքի դեպքերը կանխարգելելու առումով, բայց այս առումով հատկապես կարևոր է նաեւ ոչ հոժարական հոսպիտալացման ընթացակարգերի պատշաճ պահպանման կարևորությունը, որը շատ դեպքերում խախտվում է, իսկ մի շարք դեպքերում, ինչպես արդեն նշեցի, նաև արկա է դատական իշխանության մարմինների գիտելիքների հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն ոլորտի հետ կապված, նկատի ունենալով այն ընդհանուր պրակտիկան, որը մենք ամփոփում եւ վերլուծում ենք, նաև շատ դեպքերում անձանց համար անվճար իրավաբանական օգնության հասանելիության հետ կապված կան խնդիրներ, որովհետև մենք պատկերացնում ենք, հա, սա ինչ խմբի մասին է խոսքը եւ իրապես անչափ կարեւոր է, որ իրանք պատշաճ իրավաբանական օգնություն ստանան եւ այս առնչությամբ դարձյալ պատրաստվում ենք հետագա ընդհանուր քննարկումներ ունենալ տարբեր մարմինների հետ։ Իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրապես լրջագույն խնդիրներ ունի ու շատ խնդրահարույց է մնում, հատկապես նախընտրական ժամանակահատվածում, եթե միայն խոսքի տեսակներին անդրադառնանք, գրեթե բոլոր հիմքերով ատելության ու խտրական խոսքի դրսևորումներ են արկա, երևի թե հատուկ պետք էլ չի հիմքերը թվարկել, որովհետև չկա մի հիմք, որը կարող ենք ասել, որ այս հիմքով չկա խտրական կամ ատելության խոսքի դրսևորում, կանանց հաշմանդամություն ունեցող անձանց կամ հենց հաշմանդամություն ունենալու հիմքով, ազգային էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների հիմքով, այսինքն գրեթե բոլոր հիմքերով ես պահանջում եմ իրականում բոլոր դերակատարներից, որպեսզի նրանք իրապես շատ զգայուն լինեն, զերծ մնան այսպիսի խոսքի տեսակներից, բռնի տեղահանված անձանց փախստականների իրավունքների հետ կապված դարձյալ շարունակել ենք խնդիրները հասցեավորել եւ ես նաեւ հատուկ շեշտադրում եմ նաեւ այս խմբի նկատմամբ զգայունության կարեւորությունը եւ պարզապես հատուկ նշեմ գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված անձանց իրավունքները եւ այս անձանց ընտանիքների իրավունքների հետ կապված հարցերը, որը մենք ամենօրյա ռեժիմով ենք հասցեավորում եւ ես մեկ անգամ էլ շեշտադրում եմ, որ այս անձանց իրավունքները պետք է գտնվեն իրապես ուշադրության կենտրոնում, իսկ Ադրբեջանում ազատությունից զրկված անձինք միանշանակ պետք է անհապաղ ազատ արձակվեն, երևի թե ես այստեղ կանգ առնեմ, շնորհակալություն հայտնեմ բոլորին կարևոր համագործակցության համար, թե հանձնաժողովի նաև բոլոր ներկայացուցիչներին անհատապես, որովհետև իրոք շատ կարևոր ու արդյունավետ համագործակցություն ենք ունեցել քաղաքասարակության գործընկերներին, պետական մարմինների գործընկերներին, իմ աշխատակազմին եւ մնացյալ հարցեր ուրախ կլինեմ հասցեավորել արդեն հարցերի տեսքով։